Սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հանել նշանակում է հրաժարվել հայկական ինքնությունից։ Սահմանադրական իրավունքի մասնագետի ձևակերպումն է։ Կոնկրետացնեմ, հայկական ինքնությունը հենց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, Հայաստան-Արցախ Սփյուռք եռամիասնությունն է, որ հավերժ պետք է լինի եւ հայկական աշխարհի գոյությունն է։ Հիմա եթե հռչակագրից հրաժարվենք, մենք հրաժարվում ենք հայկական ինքնությունից։ Սահմանադրության միջից հռչակագրի հանելը իշխանության իրավասությունը չի, իշխանությունը միայն կարող է նախաձեռնել այդ գործընթացը, իսկ վճռական խոսքը հայ ժողովրդին է։ Եթե անգամ այդ փորձը կատարի իշխանությունը ու որոշումը թողնի ժողովրդին, ժողովուրդն ինքը պետք է հաշվի առնի այս իրողությունը, որովհետև ստացվում է իշխանությունը իր ասելիքն ասել է։ Մինչև վերջերս պաշտոնապես հայտարարում էին, որ մայր օրենքի նոր տեքստը մշակման փուլում է, հաջորդ տարի պատրաստ կլինի։ Անկախության հռչակագիրը, որը անընդհատ փոփոխել է պահանջում Բաքուն, մնալու է, թե ոչ, պատասխանատուները չէին ասում։ Փաշինյանը օրերս պատմեց, ուսումնասիրել ու համոզվել է այդ տեքստը հակասում է մեր երկրի անկախ պետականությանը։ Եթե ես սա ասում եմ, հետևաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը պետք է չլինի հղում անկախության հռչակագրին, բայց ինքն էլ է ձևակերպում, որոշողը ժողովուրդն է։ Սա ինդիկատոր կարող է լինել, սահմանադրագետն ասում է, ժողովուրդն ինքը կարող է պատասխանել ադրբեջանական պահանջներին։ Փորձը կարելի է կատարել, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ճնշումներ չգործադրեն իշխանությունների վրա։ Գուցե իշխանությունը պետքա որ իր թիկունքին ժողովուրդը աջակցի իրեն, ասի տեսեք, ես նախաձեռնեցի, բայց ժողովուրդը չընդունեց դա։ Այսինքն դրանով կարելի է փորձել մեր ժողովուրդը ունի արժանապատվություն, ունի հայ լինելու իրավունք, ինքնություն, թե ոչ։ Ես գտնում եմ, որ նոր սահմանադրության անհրաժեշտություն այդուհանդերձ կա, բայց 180 աստիճան հակառակ տրամաբանության։ Հակառակ տրամաբանությունը ըստ մասնագետի հայկական ինքնության պահպանման հարցն է։ Մյուս կողմից մասնագետը առանձնացնում է սահմանադրությունը քննարկման դնելու այսպես ասենք ձևի հարցը։ Երկրի հիմնական օրենքը քաղաքական կուսակցությունների քննարկման առարկա չէ, այլ մասնագետների։ Այդ հարթությունում պետք է դիտարկել հարցը։ Քաղաքական կուսակցությունը այնքանով կարող է իրավունք ունենալ դրան մասնակցել այդ գործընթացին, որքանով որ իր շարքում ունենա խոր ակադեմիական գիտելիքներով օժտված անդամներ։ Սահմանադրությունը եթե դառնում է քաղաքական քննարկման առարկա, ապա կորցնում է իր սահմանադրականության էությունը եւ դառնում քաղաքացիաիրավական փաստաթուղթ, ասում է մասնագետը, նորից կրկնում, առանց անկախության հռչակագրի Հայաստանի սահմանադրություն լինել չի կարող։ Տիգրան Յուրգենյան, ժամը լրատվական։